Լսեցինք լավ երաժշտություն, կարծես մի փոքր թուլացանք նախորդ Մարիամի հետ ունեցած բարձրույթից եւ մեր տաղավարում է արդեն մեր այսօրվա առաջին հյուրը։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքասյանը։ Բնականաբար խոսելու ենք թե առաջին հանրապետությունից, թե նաեւ սպասելիք զորահանդեսից, իսկապես պատմականորեն անհավանական հնարավոր դարձնելու պատմական բացառիկ իրադարձություն էր Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, այն էլ շուրջ 600 տարի պետականություն չունենալուց հետո։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Պարոն Սուքասյան, եկեք խոսենք ամենասկզբից, ինչպիսի պատմական եւ քաղաքական պայմաններում ծնվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ ցանկանում եմ նախապես մեկ օր առաջ շնորհավորել մեր հեռուստադիտողներին Հայաստանի կարևորագույն տոներից մեկի առթիվ, Հանրապետության օրվա առթիվ, երբ որ ինչպես մեր Սամվելը նշեց, մոտ 600-ամյակի դադարից հետո հայերը կարողացան իրենց հայրենիքի մի մասում անկախ պետություն ստեղծել կամ վերականգնել անկախ պետականությունը։ Դա իսկապես բացառիկ իրադարձություն է եւ մեր պատմաբան գործընկերները գոնե վերջի 2-3 տասնամյակներին հաճախակի շեշտում են, որ առաջնության ստեղծումը դարձավ այն հիմքը, որի վրա եւ խորհրդային շրջանում Հայաստան ունեցավ պետականություն եւ այսօր ունենք Հայաստանի անկախ հանրապետությունը։ Այսինքն առաջին հանրապետության խորհուրդը հենց առաջին հերթին գոնե մեր կարծիքով, պատմաբան գործընկերների կարծիքով դրանով է պայմանավորված։ Հարցին պատասխանելով կցանկանայի մի քանի հանգամանք շեշտադրել, որոնք բերեցին Հայաստանի անկախացմանը։ Բնականաբար ամենաառաջին պայմանը եւ պատճառ դա հայ ազատագրական շարժումներն էին, այսինքն այն սերունդները, ովքեր կյանք էին դրել անկախ պետականության վերականգնման, պետություն ունենալու համար։ Սկսած գուցե շատ այդպես ճոխ չի Բագրատունյաց թագավորության անկմանը հաջորդող ժամանակաշրջանից կամ Կիլիկյան հայկական պետության կործանումից հետո եւ հատկապես 19-րդ դարավերջի 20-րդ դարի հայ ազատագրական շարժման գործիչները, ովքեր երիտասարդներ, որ կարող են լավ գիտնականներ, բժիշկներ, մտավորականներ դառնալ, թողեցին իրենց կարիերան եւ նվիրեցին Հայաստանի ազատագրման խնդրին։ Սա առաջին պատճառն էր, հանգամանքներ, որ մոտեցրեց Հայաստանի անկախացումը։ Մյուսը ժամանակի հանգամանքներն էին, քաղաքական հանգամանքներն էին, որ նպաստավոր եղան։ Դրանցից առաջին համաշխարհային պատերազմն էր իր ծանր հետևանքներով նաև հայերիս համար, նկատի ունեմ հայոց ցեղասպանությունը, եւ պատերազմի ավարտական փուլում ռուսական կայսրության կործանումը, այսինքն 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը, որ ռուսական ինքնակալությունը կամ ցարիզմը տապալվեց, եւ այնուհետեւ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը կամ հեղաշրջումը, որով իշխանության եկած նոր գործիչները, կամ ինչպես բոլշևիկները, Վլադիմիր Լենինի գլխավորությամբ ուղղակի հանգեցրեցին, նրանց քաղաքը հանգեցրեց նրան, որ նախկին կայսրության տարածքը սկսեց արագ մասնատվել եւ կայսրության ծայրամասերում մեկը մյուսի հետևից անկախ պետություններ ստեղծվեցին։ Այսինքն այս դեպքում Հայաստանի անկախացումը հետևանք էր նաեւ ռուսական կայսրության փլուզման։ Եվ ժամանակակիցները չափազանց կարևոր դեր ու նշանակություն են հատկացրել Հայաստանի անկախացմանը, շեշտելով երկու հանգամանք։ Մեկ, որ մեծ մաքարումների գնով, նկատի ունեմ 108 տարի առաջ այս օրերին Բաշապարանում, Ղարաքիլիսայում եւ Սարդարապատում ընթացող ծանր մարտերը, երբ որ հայկական զորամասերը կարողացան կանգնեցնել իրենցից գերակշիռ թուրքական բանակների ռազմարշավը։ Այս հանգամանքը մենք պիտի շեշտենք եւ սա ինչու է կարեւոր, նաեւ հոգեբանական առումով, որ դրանից ընդամենը 3-4 տարի առաջ հայերը ենթարկվել էին զանգվածային կոտորածների Արևմտյան Հայաստանում։ Այսինքն արհավիրքը, որ տեսել էին, մայիսյան հերոսամարտերը բերեցին հանգեցրեցին նրան, որ ստեղծվեց նոր պետություն, եւ ժամանակակից պատմաբաններից մեկը 1920 թվականին գրած իր աշխատությունը, որ հետագա տասնամյակներ անց հրատարակվեց միայն, Ադոն կամ Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը մի այսպիսի բնորոշում տվեց, հայության երկունքը,
այսինքն որպես ծնունդը։ Նկատի ուներ, որ այդ մակարոնների ընթացքում նաև ցեղասպանությունից եւ այլն այդ ամեն իրադարձություններից հետո հայությունը իր մեջ ուժ է գտնում, կարողանում է կանգնեցնել թշնամուն եւ ստեղծում է անկախ պետություն։ Եվ հետագա իրադարձությունները արդեն նպաստեցին առաջի աշխարհամարտում նկատի ունեմ Օսմանյան կայսրության եւ իր դաշնակիցների պարտությունը եւ նոր իրավիճակի ստեղծումը, որպեսզի առաջին հանրապետության այդ փոքր տարածքը, որ սկզբնական շրջանում տարբեր հաշվարկներով 10-12000 քառակուսի կիլոմետր էր, 5-6 անգամ այս տարածքը մեծանա հաջորդ 1.5 տարվա ընթացքում։ Այսինքն, եթե Հայաստանի առաջամտության պատմությունը պայմանականորեն բաժանենք մի քանի փուլի, առաջին փուլը հենց 1918 թվականի անկախացմանը հաջորդող առաջին ամիսներն են, մայիսի վերջերից մինչև հոկտեմբեր, երբ որ Օսմանյան կայսրությունը պարտվեց եւ զորքերը հեռացրեց Անդրկովկասից։ Մյուս արդեն գալիս էր այդ ոգևորության շրջանը, երբ որ բնակչության շրջանում սկսվեց մեծ ծավալի միջոցառումներ, հանդեսներ, դասախոսություններ կազմակերպվել անկախության, անկախ պետականության վերաբերյալ։ 1919 թվականի գարնանը այս ամենը հանգեցրեց նրան, որ սկսեցին մեծ ծավալով երգեր, բանաստեղծություններ գրել մանավանդ երիտասարդները, պատանիները, այդ թվում որբանոցների աշակերտներ, այսինքն այն երեխաները, որոնց ծնողները զոհ էին գնացել նաև ցեղասպանությանը, անկախության եւ պետության մասին։ Այսինքն երիտասարդության շրջանում սկսեց կարևորվել անկախությունը։ Իհարկե կային խավեր, հանրային խավեր, նաև բնակչության մեծ խմբեր, որոնք կողմ չէին անկախության։ Այդպիսի մարդիկ կարծեք թե բոլոր ժամանակներում էլ կարող են լինել։ Այո։ Ցավոք սրտի, հա։ Բայց ամենակարևոր հանգամանքն այն էր, որ այդ 2.5 տարվա ժամանակահատված անկախության 1918 թվականի մայիսից 1920 թվականի դեկտեմբեր մեծ հետք թողեց հատկապես երիտասարդների միջավայրում։ Եվ մենք կարող ենք տեսնել, որ խորհրդային շրջանում բռնաճնշման ենթարկվածների մի զգալի մասի դեպքում արդեն 1930-ականներին որպես մեղադրանք նշվում էր, որ իրենք անկախական ձգտումներ ունեն։ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներն էին օգտագործում, դրոշը, զինանշանը, օրհներգը, որ այսօր նաև մեր գործող Հայաստանի 3-րդ հանրապետության խորհրդանիշներն են։ Այսինքն, այս օրինակները ես փորձեցի ցույց տալ եւ որպեսզի մեր հերոստատիտողը տեսնի, թե ինչ մեծ դեր ու նշանակություն ուներ առաջին հանրապետություն ուներ եւ ունի հայության կյանքում եւ նաեւ անկախ պետականության սաղմերի ստեղծման առումով։ Եւ ինչպես ժամանակակիցներից Ավետիս Ահարոնյանն էր գրում արդեն այդ իրադարձություն թարմ այդպես բովում 1918 թվականի հունիսի 2-ին Երևան ուղարկած իր նամակում, որ գրել էր Երևանի փաստացի ղեկավար կամ դիկտատոր, ինչպես ցանկալի կարող ենք անվանել, Արամ Մանուկյանին այսպիսի խոսքեր ասում էր. «Ձեր դիմադրությունը նկատի ունի մայիսյան հերոսամարտեր, ասում է, թույլ տվեցին ստեղծել մի Հայաստան, հակառակ դեպքում հայկական տարածքները կբաժանվեին հարևան պետությունների միջև»։ Այսինքն այս հանգամանքը մենք պիտի հաշվի առնենք եւ կարեւորենք այն սերնդին, որոնք մեծ զրկանքների գնով կարողացան դառնալ անկախ պետականություն սաղմնավորողներ։ Եվ չմոռանանք նաև իհարկե նաև միջազգային հանգամանքներն էր, տարածաշրջանային իրադարձությունները նաև նպաստեցին դրան։ Վաղը իհարկե շատ կարևոր օր է մեզ համար եւ բոլորը մեծ շուկով պատրաստվում են այդ հիանալի զորահանդեսը դիտելուն։ Այ կարող եք ասել որքանով է կարևորում այս զորահանդեսը եւ այս զորահանդեսի այսքան մասսայականությունը բոլորիս համար եւ նաեւ հենց պետականության առումով որքանով եք կարևորում։ Տեսեք, ամենակարևոր հանգամանքը, որ դուք ձեր հարցի վերջին նախադասությունն է բխում, զորահանդեսներ եւ նման միջոցառումներ անց են կացնում պետությունները։ Այսինքն սա կարևոր հանգամանք է, որ պետք է շեշտադրել եւ մեր իրականությունում, հա 90-ականներից սկսած նույն զորահանդեսներ սկսվեցին անցկացնել անկախացումից անմիջապես հետո։ Այսինքն զորահանդեսը անկախության, անկախ պետականության խորհրդանիշներից մեկն է եւ բանակի ռազմական արվեստի բնագավառում եղած հաջողությունները
ցուցադրելու նաև ձև է։ Եվ այդ առումով ուրախալի է, որ երկարատև ընդմիջումից հետո ընդամենը 1 օր անց Հայաստանի Հանրապետությունում անց է կացվելու մեծ զորահանդես, որովհետև զորահանդեսները բնականաբար ժամանակ առ ժամանակ են անցկանում, ամեն տարի զորահանդես սովորաբար չեն անում, որտեղ եւ ծախսերի հետ է կապված եւ ցուցադրելու այդպես նյութեր պիտի ունենալ եւ նաեւ զինվորականների համար մեծ նաեւ աշխատանք է պահանջում զորահանդեսի պատրաստել, իհարկե դա շատ կարեւոր է եւ մեր բնակչությանը նաև ոգևորելու նաև առիթ կարող է հանդիսանալ։ Այն էլ այս անգամ, երբ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ իսկապես այս տարվա զորահանդեսը տարբերվելու է մնացած բոլորից, քանի որ մենք տեսնելու ենք շատ մեծ զինամթերք, զենք, որոնք որ վերջին տարիներին գրվել են հայոց բանակի համար։ Այո, դե կարևոր է, այսինքն բանակի պատրաստությունը եւ այլն, եւ այդ մասին բնականաբար ավելի հետաքրքիր եւ մասնագիտորեն կխոսեն ռազմական փորձագետները, հա, այդ ոլորտի մասնագետները։ Ես որպես ուղղակի պատմաբան կարևորում եմ այդ հանգամանքը։ Ես մի հարց ունեմ, ներողություն, ես մի հարց ունեմ, եթե նորից վերադառնանք Առաջին Հանրապետությանը, 600 տարի պետականություն չունեցած եւ հետագայում անկախությունից ընդամենը մի քանի տարի առաջ ցեղասպանության միջով անցած հասարակությունը կարող է տարբեր վերաբերվել անկախությանը։ Մի մասը չէր ուզում, ինչպես նշեցիք, մի մասը կողմ էր, բայց արդյոք հասարակությունը պատրաստ էր։ Այդպես որ ասենք պատրաստ էր, այդ հարցի պատասխանը չեմ կարող միանշանակ տալ, որովհետև եթե նայենք, այդպես հասարակությունը երբևէ կարող է նաև պատրաստ չլինել, ինչ կամ բոլորը, եթե նկատենք բոլոր քաղաքացիները, բայց ես հատուկ շեշտեցի հայ ազատագրական շարժման հանգամանք այդ գործիչների ծավալած գործունեությունը, որ բերել էր նրան, որ հանրային շրջանում պետություն ունենալու, ինքնուրույնություն ունենալու գաղափարը զգալիորեն սերմանվել էր, բայց դա առավել հատուկ էր, ինչպես շեշտեցի, երիտասարդներին, այսինքն այն պատանիներին եւ նաեւ աշակերտներին եւ ուսանողներին, ովքեր կրթություն էին ստացել վարժարաններում, հա, դպրոցներում, սկսած ծխական դպրոցներից վերջացրած թեմական դպրոցները, Գևորգյան Ճեմարանում, Ներսիսյան դպրոցում եւ հատկապես այն երիտասարդներին, ովքեր կրթություն էին ստացել եվրոպական լավագույն բուհերում։ Այսինքն այս եվրոպական միջավայրը մեծ ազդեցություն էր թողել հայության պատկերացումների վրա։ Մի օրինակ ես բերեմ, հա, սովորական քաղաքացին, որը Հայաստանի որևէ գյուղում էր ծնվել եւ հայտնվում էր եվրոպական մայրաքաղաքներում։ Փարիզում կլիներ, Բերլինում, չգիտեմ, Լոնդոնում կամ Շվեյցարիայի տարածքում հատկապես եւ տեսնում էր այդ մեծ տարբերությունը իր հայրենիքի եւ եվրոպական ժամանակի իրականության միջև եւ սկսում էր մտածել, թե ինչն է պատճառը եւ որպես այդպեսին հիմնական պատճառ սկսում էր դիտարկել այն, որ եվրոպացիները ունեն պետություն, պետականություն, անկախ են, որևէ օտար տիրապետության ներքո չեն գտնվում, իսկ մենք հայերս գտնվում ենք եւ ինչ էր բերում դրա եզրակացությանը, որ պետք է ուրեմն քայլեր ձեռնարկել, կյանք դնել, որպիսի ստեղծվի հայկական պետություն։ Եվ այդ պատճառով այս երիտասարդներից շատերը, տասնյակ եւ հարյուրավոր երիտասարդներ ուղղակի կիսատ էին թողնում իրենց ուսումը եւ նվիրվում հայրենիքի ազատագրության գործին։ Եվ վերադառնալով իրենք ամենամեծ աշխատանքը, որ կատարում էին, դա ուսուցչությունն էր, որտեղ դասավանդման միջոցով միայն կարող էին իրենց գաղափարները տարածել եւ արևմտյան եւ արևելյան Հայաստանում, որտեղ ռուսական եւ օսմանյան կայսրությունները բնականաբար բռնապետական պետությունները եւ թույլ չէին տալիս, որ այդ գաղափարները լայն հանրությունը դրանց տեղյակ լինի։ Մյուսը մամուլի միջոցով էր տարածվում, թերթերի, գրականության, թռուցիկների, դա էլ իշխանությունները թույլ չէին տալիս։ Այսինքն այս ամենի եւ շատերը իրենց կյանքով էին հատուցում։ Սկսած աքսորներում մահանալուց, վերջացած ուղակի սահմաններում գնդակահարվելուց կամ բանտարկվելուց։ Այսինքն բայց այս մարդկանց գործունեությունը շատ առանցքային եւ կարեւոր էր։ Այդ ուսուցիչները կամ ինչպես ժամանակին էին իրենց անվանում վարժապետները, հետո պիտի դառնային Հայաստանի առաջին հանրության ղեկավար գործիչներ եւ
իրենց քաղաքական թշնամիները, բոլշևիկները հետագայում անվանարկելու համար առաջին հանրապետության գործիչներին անվանում էին վարժապետների կառավարություն, հա, բայց այլ կերպ չէր կարող լինել, այդ շրջան ուսուցիչները ամենակրթված մարդիկ էին։ Պետական վարչական խավ որպես այդպեսին շատ քիչ էին, որովհետև Երևան ուղղակի նահանգական քաղաք էր, Երևանի նահանգի կենտրոն, այն դեպքում, որ նահանգի պաշտոնյաների մեծամասնությունը ազգությամբ ոչ էթնիկ հայեր էին, հիմնական ռուսներ, վրացիներ, հրեաներ, հա, ավելի քիչ քանակով էին հայ գործիչները։ Այդպես էր, այսինքն ամբողջ կայսրության տարածքում ռուսական։ Այսինքն կներողություն, այս անհատները լինելով ուսուցիչներ, ուղղակի դարձան պետական պաշտոններ եւ իրենց փորձի արդյունքում սկսեցին պետություն ղեկավարել, արտաքին եւ ներքին քաղաքականություն վարել։ Պարոն Սուքեսյան, եւ կարծես թե արդեն մեր ժամանակը մի փոքր ավելի սուղ է, վերջին հարցն էլ խոսենք, փորձենք շատ ավելի կարճ եւ կոնկրետ պատասխանել։ Այսօրվա երիտասարդ ծերունդը որքանով է ճանաչում եւ արդեն տեղյակ է առաջին հանրապետության պատմությունից։ Դուք շատ եք շփվում երիտասարդների հետ, որքանով են տեղյակ։ Երիտասարդները շատ թե քիչ տեղյակ են։ Այսինքն, եթե մենք ցանկանում ենք, որ բոլոր երիտասարդները մասնակցության պատմաբանների նման տեղեկացված լինեն, դա անիմաստ է այդպես մտածել, գոնե իմ մոտեցումն է այդպես։ Բայց մինիմալ տեղեկացվածություն ունեն, պայմանավորված եւ դպրոցական դասընթացներով, հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով ահռելի ծավալի նյութ կա, այսինքն հնարավոր չէ, որ որևէ երիտասարդ ցանկանա տեղեկատվություն ստանալ եւ ոչ միայն երիտասարդ, եւ դրա հնարավորությունը չունենա։ Մյուս հանգամանքն այն է, որ մանավանդ, չգիտեմ, Երևանով շրջելով առաջին ամսյանն առնչվող կամ այդ շրջանի գործիչներին առնչվող բազմաթիվ իրողությունների է հանդիպում։ Սկսած Հանրապետության հիմնադիրներից մեկի Արամ Մանուկյանի արձանը կարող է տեսնել իր անունով, այսինքն փողոց կա, Հովհաննես Քաջազնու անունով փողոց կա եւ այլն, հա, այսինքն այդ հայտնի անհատ Սիմոն Վրացյանի առաջամսյան վերջի վարչապետի անունով փողոց կա, այսինքն առօրյայում ինքը շփվում է, հաճախ նաեւ շատ ավելի չխորանալով։ Մյուս հանգամանքը Հայաստանի դրոշն է տեսնում բազմաթիվ վայրերում, դա առաջամսյան էլի խորհրդանիշներից է եղել, զինանշանը, օրհներքը, որ դպրոցներում հաճախակի մանավանդ վերջի տարիներին, կարծենք թե յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ հնչում է հիմնը, տարբեր միջոցառումներով, այսինքն երբեմն առաջին հանրապետության վերաբերյալ տեղեկատվությունը ինքնաբերաբար են մարդիկ ստանում առանց նույնիսկ ջանք գործադրելու։ Շատ լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքեսյան։ Հիշեցնենք, սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում էր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Ամոն Սուքեսյանը։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, առաջարկում ենք լսել երաժշտություն եւ վերադառնալ։